Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Վստահ եմ, որ ցեզ մեջ շատեր կորցածած են կամ քոնե լսած են հետեւյալ արածը, որ գսե. Սուդին բարանը գարջ է։ Ուրգե եկած է այս խոսքը։ Միթե սուդը բարան ունի եւ միթե իսկապես գարջ է։ Փուն սիրելիներ արմադը այս խոսքին ձակումը եկած է հետևյալ արարքեն։ Ժամանակին Գաբրիել մարդը աղքատ մարդը, որ ուներ գովմը եւ այդ գովում վրա մեծ կուրկուրան կցուցաբերեր։ Շատ կվախնար այդ գովին վրա, որովհետեւ իր ընտանիքի եկամուտի միակ աղբյուրն էր։ Հետևաբար այս մարդը այնքան կվախնար իր գովում վրա, գթողար անոր վրա, որ բարան գաբած էր։ Անոր վզեն բարանի մեկ ծայրը, իսկ մյուս ծայրը բարանին իր ցերքին գաբած էր։ Ուր որ գովը պիտի երթար իր հետները միշտ։ Գովը գտանիր բարանով գապված։ Եվ օրմնալ իսկապես երբ մագաղելու գտանի, թաշտ գտանի, որբեսի գովը խոդ ուդե, հանգարց այս մարդուն քունը գուկա եւ ինք ծարին դակ կքնանա։ Եվ գովը կշարունակե մագաղիլ ուդել խոդը։ Երբ քունեն գարտնա, ահա այն ադեն ահա որ փամը գբադահի։ Կտեսնե մարդը, որ բարանի մեկ ծայրը իր ցերքին գապված է թեր, բայց մյուս ծայրը կագված է բարանին ու գովը չկա։ Մեկը կողցեր է գովը։ Այս մարդը գխելակարի ամեն գոմ գվազե իր գովը փնտրելու։ Գովը չգար ու չգար։ Այդ քյուրի մեջ Գաբրիել ձերունի իմաստունը շատ իմաստուն ձերունի մներ։ Եվ այս մարդը բարանը դակավին ցերքը գաբած գերտա այդ իմաստուն ձերունի մոտ եւ արցունքով լալով բորալով գանչելով գբատմե թե ինչպես քունի անցածեր եւ գովը չգար։ Եվ այս իմաստուն ձերունին գահարցնե մարդուն։ Գիշես որոնց տեսար քնանալետ առաջ եւ մարդը գսե այո այս մարդուն տեսա եւ այդ մարդուն տեսա։ Ձերունին այդ երկու մարդիկը իր մոտ կգանչե որբեսի անոնց պեալ հասկնա դերեկություն արնե արդյոք գովը տեսած էին եւ երբ խոսիր գուտա անոնց մեկուն վրա գասկած կունենա ձերունին սակայն փաստը չունի։ Հետևաբար այս իմաստուն ձերունին գսե այդ երկու մարդոց լսեցեք այս քյուրացի մարդեն բարանը պիտի առնեմ հավասար չափով պիտի գդրեմ մեջտեղեն մեկ մասը տուն պիտի առնես մեկ մասը տուն դուն պիտի դանիք վաղը կովս պիտի կակ ով որ սուտ խոսած ըլա անոր բարանը պիտի երգարի եւ դուն գերտան այդ մարդը որ կողցած էր իսկապես գովը գմտածե իմ բարանս 20 սանտիմը գդրեմ որբեսի իմ բարանս գարջ ըլա եւ խայդարակ չլամ քողությունս մեջտեղել է սդությունս մեջտեղել է հաջորդ օրը երբ ձերունի մոտ կերտան բարանները գճապեն այս մարդուն բարանը սուտ խոսողին բարանը գարջ կելե հետևաբար գուրախանա գարձելով որ ինք պիտի արդարանա սակայն իմաստուն ձերունին գսե սուտ խոսելով մեգումը բարանը չեր գարիր այլ սուտ խոսերով մեգումը բարանը կգարջնա եւ ահա այդ կեգուկա սուդին բարանը գարջե արածը սիրելի քույրեր եղբայրներ եթե սուդի բարանը երգարեր երևակայեցեք որ մեզ մե յուրաքանչյուրին բարանը որքան պիտի երգարեր այնքան պիտի երգարեր որ մեզ
պիտի խեղդեր։ Իսկապես որ Սարթոստայնի պես պիտի մեզ բادر ամեն կողմե, այդքան որ մեր կյանքի մեջ սուդեր խոսածենք ու թեր խոսենք։ Իսկ ոմանք սիրելներ մեկ բառանով բավարարված չեն։ Ոմանց նույնիսկ երկու բառան պետք է դրվի, որովհետև այնքան լարախաղաց են, այնքան գեղձավոր են, այնքան ստախոս են իրենց կյանքի մեջ, որ ամեն անգամ բառան գծատկեն։ Գիտեք չէ, որ Աստված գզզվի ստախոսութեն է։ Արագած կրքի 13-րդ գլխու 22-րդ համարի մեջ գսվի Սուտ շրթունքը դիրոջ զզվելի է, բայց հավատարմություն ընողները անոր հաճելի են։ Այո, Աստված սդութենեն գզզվի, ինչու։ Որովհետև Տեր Հիսուս Քրիստոս Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 44-րդ համարի մեջ ըսա որ սդության հայրը Սատանան ինք է։ Գգարտամ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խոսքը, երբ սուտ խոսի իր նկարակիրը ցույց կտա, քանի որ սդախոս մնե եւ սուդին հայրը։ Ուրեմն ինչ սիրելներ։ Ուրեմն իշենք որ ամեն անգամ երբ սուտ խոսենք, մենք Սատանայի զավակ դարձած կլանք եւ ոչ թե ճշմարտության զավակ, ոչ թե Քրիստոսի զավակ, որը սավ Հովանու Ավետարանի 14-րդ գլխու 6-րդ համարի մեջ։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Անորամար սուրբ Գիրքի մեջ սիրելներ փազում դեղեր գոչ կուղվի հավատացյալներուն, որ սուտ չխոսին։ Եփեսացիներուն ամագի մեջ սիրելներ 4-րդ գլխու 25-րդ համարի մեջ առաքյալը գսե. հետևաբար սդախոսութենեն հրաժարեցեք։ Ամեն մարդ ճշմարտությունը թողսե իր ընկերոջ, ինչպես կսե Մարգարեն, որովհետև Քրիստոսի միացածը լալով իրարու անդամներ ենք։ Նույնպես Պողոս առաքյալ Գողոսացիներուն ամագի 3-րդ գլխու 9 եւ 10 համարներու մեջ կսե. Սուտ մի խոսիկ իրարու, մորցեք ձեր հին կյանքն ու նախկին գործերը եւ նոր մարդ եղեք ձեր արարիչին պատկերին համաձայն նորոգվելով, որովհետեւ գարենակ զինք ճանչնալ։ Սիրելիներ, եթե իսկապես մենք նորոգված ենք, եթե իսկապես Սուրբ Հոգի մեր մեջ կաբրի, ուրեմն գհրաժարինք սդութենե, սդախոսութենե։ Ահա սիրելիներ, թե ուրգե եկած է սուդին բարանը գարջ է այս արածը։ Չլավ որ սիրելիներ մենք ալ մեր բարանները գարցնենք իբրև թե խայդարակ չլալու համար ուրիշին աչքին, բայց Աստուծո աչքին մնանք զզվելի մեր սուտ խոսելուն պատճառով։ Սդությունը սիրելիներ գբղձե մարդս։ Անոր համար մեղքի ցանգի մեջ որ եկեղեցու մեջ մենք կգարտանք Սուրբ հաղորդումն ամիջապես առաջ, այնտեղ գսե սդախոսությամբ, սուդ երբմամբ։ Սդությունը ահավոր բան է, նաև ահավոր է սուդ երթումը։ Հետևաբար եկեք մենք որպես հավատացյալներ, որպես Քրիստոսի պատկանողներ ճշմարտությունը խոսենք եւ ճշմարտության մեջ ենք։ Աստված ձեզ առատապես թողորտնե, բարի եւ օրդյալ շաբաթասկիզբ ձեր բոլորին։